Բարոյձեզ, այսօր լուսան էլի իրա խոհանոցում է իմ սիրելի ադմալի հետ, ուզվում եմ, գիտեք ինչ եմ ուզվում, գիտե ասել, եկա իմանալու է, այսին ցավն դեր ուզվում եմ, որտեղ վարմանը գնում է Հայաստանից, չգիտեմ ինչքան ժամանակով, որտեղ ես շատ կպախրեմ, այսօր ուզում եմ համով բացարկել իմ մոգոնաց հերթական մոգոնացներից ու Արմանը հետ ուտենք։ Հիմա այս են յուղնա իրինդ, են որ մի կին ասեց մոտ պայի, որ տեսնեմ, այն մոտ եմ պային, այն քիրաջան, ու տեսնես ինչ լավնա, և յուղնա, և խնոցու կարակնա, և մանծունա, և հավնա, ինչ մտքով է տանցնում է տնական, ինչքան հեշում եմ թալիննա, ինչքան հեշում եմ, սացունցիկ, այ կպարվերեք տուն եմ բերում, ինչքան հեշում եմ այդ, չեմ հիշում, վճար տալիս եմ, թե չեմ տալիս, մի խոսքով սոխարած եմ անում, չեմ թողնում, որ ինքը կարմեր է, սենց մի քիչ բուղլամայի նման, ինքը հապկի, ու ստեղ պամիդորը, քերիչով անցկացնում եմ, անպայման քերիչով, չէ, եմ դնում կլեպը հանանում, այս պամիդորն եմ լծում նրա, մի քիչ ստեղ սիրում եմ կծում բաներ, չիլիա, ես չիլիա, չլանեմ, չիլին լծրեցի, ինքը շատ կծու է չիլին, հիշեք, այն ամենաուժեղ բիբարն է, մի քիչ աղանեն, ես ասել եմ չէ, ստեղ խոհանոցում շատ բաներ կա, որ իմս չի, որտեղ ես խոհանոց շատ եմ սիրում ու ամեն ինչ իրանը պետք է լինի իր ամանները, աղի համար հատուկ ամանն է, որտեղ իմ սեփական տանխոհանոցում ես ամեն ինչ իրան ունեցել եմ։ Այստեղ որոշ բաներ արել եմ, ես եմ արել, ես եմ արել, ես իմ ամենասիրած կացանների հավաքածուն է ցեպտերը, գերմանական շատ եմ սիրում, որտեղ իմ տանին էլ է ցեպտեր, այստեղ էլ աղել է ցեպտեր, որ չի կտնում տակի և երկար մնում չի սառում։ Այս լոբին եմ խաշել, կանանչ լոբին, այն տափակ լոբիներն է, ես մեջտեղից լոբին բացում եմ, հետո նոր կտրում եմ, մի քանի հատ ձեռքով եմ անում, ասում եմ ձեռքով, որ կտրում ես ավելի համով է լինում, ճտում է։ Այստեղ մի քանի հատ կտրում եմ, մի քանի հատ մեջից երկար բացել եմ, որ երկար լինի և սիրուն լինի։ Տեսեք ստեղ սենց, հիմա տեսեք, մարկա ծվաձևով ես էլ պամիդորով ու շատ սոխով արեցի, որտեղ ինչքան սոխը շատ է, այնքան համով է, ու հետո, տեսեք ինչ եմ վրան դնում, երկու հատ կարտոֆիլ, հաշիլ է լոբու հետ, ես էլ լսես դնում եմ հետը, նենց համով է, այս էլ ստեղ, այսենց, արմենք իրար, թող արմևի գույներ փոխի, իրար համոտա, և սրա վրա լեցվում եմ, շատ կանաչ է, հատկապես սամիթ, միթե սա սամիթ է, այո, սա սամիթ է, հետո համեմ, ինչ են ասում, միթե սա համեմ է, ես հիմա մի բան, իչև ընդեղ մի քիչ կեպի, ամեն անգամ ստեղ խոհանոցում որսել, չրպտրակ բաներ եմ լինում, մի հետաքրքիր պատմություն եմ հիշում, հումոր եմ անում, շրջանում է ես, ունդեր ծննդաբերականը, որ գնում եմ բոլորը գիտեմ, այդտեղ պետք է որ ես այդտեղ գնայ,
Մի աղջիկ շատ դժվար է ծննդաբերում, ծննդկան դժվար է ծննդաբերում, այդտեղ էլ կա սանիտարական, այս սովետական բառեր եմ օգտագործում, խոյը օսեց խոշոր կիներ ու շատ հումորով, քանի տարի այդտեղ սանիտարական են, գալիս է ծննդկանում, որ այդտեղ մաքրի տանի բերի, այդտեղ բժշկուհին, որ են շիպցիները, լանցետները, սենց դնում հանում, այդտեղ երկաթի վրա դնում ձայներ ակալ է, թրակ, սենց բաներ, այդ կինը մտնում ամեկ է սայտար, այս ինչ է շուխուր կծել, այ բժշկուհի, կարող է ճաշարանը կեզ համար են ծննդարանը, ճաշարան ես արա շարը թրակ կեզ կծել, բժշկուհուն, տեց բան ասում է սայտարկան, այս մայրը, որ պետք է ծննդաբերի, անենց մի ծիծաղ է բռնում, ու այդ ծիծաղի ժամանակ բալիկը դուրս է գալիս։ Ու դա դառնում է պատմություն, որ այդ ցանկային թրակ շարակը ճաշարան է սարքել այստեղ քեզ համար թրակ շարակներս գցեն ձայները, չանկալ դանակի թրակ շարակ քեզ գցեն։ Ու դա երեխան հումորով դուրս է գալիս աշխարհ, առանց պատրվածքի միջև էլ ուզում են կտրեին, որպես այդ երեխան դուրս գա։ Տեսել ես հումոր։ Հիմա վրան էլ ես կանաչին կլցնեմ, այնպես որ ամենտեղ հումոր է պետք։ Ամենտեղ հումոր է պետք, հիշեք։ Մարդ եկավ էս աշխարհ, ճչաց, ընգա, ու ինքը հումորով եկավ էս աշխարհ։ Տեսեք ինձ սիրունակույները, կանաչ, կարմիր, կծում, ես սիրում եմ ամեն ինչը յուղով, որ յուղը շատ ալենա, վերջ, հիմա պագել տոնունքը մի քիչ ես բոլորին հավաքում ենք, իրանք մեզ էլ հարկավոր չեն, սենց, վերջ, ես վեր կանաչիներ կհավայքեմ իստեղից հիմա, իսել այսենց, գործանել եմ էլ ես ոնորացում, իսել ես տեսակ, մի քիչ տոխոնապ լինի, վերջ, ես մեր ծիրան էլ մնացել էր, վերջ, հիմա կգնամ, մենք արդեն սեղանի շուրջ ենք, կերակուրը պատրաստ եմ, սկզբից որպես տղամարդ լցնում ենք արմանը, նայեք լոբին, կարտոֆիլը շատ համով է, մենակ լսա շատ կծու չլինի, սիրում ես սող, համ սող եմ սիրում, համ շատ կծու է լինի ոչ ինչ, շատ լավ է, կծուն օգտակար է միջալուց, շատ բաներ են կերակուրներից մարդիկ ասում են օգտակար է, բայց չգիտենք ինչն է օգտակար, որտեղ ուտելուց հետո ով է իրան ստուգել, բերն է բերան անցնում է։ Հիմա տեսեք, ես իմ կերակուրը տեսակ լոբին, ես սովորական այդ բանջարեղենների սալատն է, պամիդորով վարունգ սոխը, էլի շատ, ու խառը կանաչի պարտադիր քացախ եմ լցնում, լինում է նաև ձեթ եմ լցնում, իսկ սա, որը շատ համով է, ասեմ ինչա, փորձեք, կամաց մածուն, արևածաղիկի սերմերնա, վարունգա, մի քիչ սխտուր, ու լիքը սամետ, դուք տեսեք ինչ համով է, ինքան համով է, ես էլ մեն մեդալով գինի, մնացել է, Արման ջան լեցրու, հիմա կշնավորենք, ինչն ենք շնավորում, օրն ենք, ամեն օրը շնավորանք ենք տալիս, ամեն օրը վերջացավ, լավ էր, մեր մեդալով գինինա, Արմանին էլ բարի ճանապար, կարող է բայց միջև էտ էլի հանդիպեմ, բայց չգիտեմ սենց, կհանդիպեմ, ոնց կարամ չհանդիպեմ, ուղղակի սենց եթերի նկատի ունեմ, այս գինին բոլորի սեղաններին ուզում եմ առատը լինի, արի մի քիչ եսքում, որ քեզ տեսնի, ընդեղ չերևում, ոչ ինչ, սենց կգամ, չի լինում այդքան չերևում, թեքի ուզում ես մի քիչ կամերան, Արման ջան, այսենց, ոչիշ, թող ես քիչ երևան, դու երևան, պարտադիր չի, ուզում եմ բոլորի սեղաններն առատը լինի, Հայաստանում սով չի լինելու,
ուրախ ապրեք, ժպտերես ապրեք, այս ինչ մենք հիմա ուտում ենք ու հացը, հանապազորը, տիրոջ կողմից է, ալուրը, հացը, բոլորս հացը բռնում ենք ու խաչ ենք անում ես ձերքում, ու բերանը բացում ենք ուտում ենք ու կեղտոտ բաներ ենք խոսում, չի կարելի, որ մեր Հայաստանի գրեկերը մաքրվի, որտեղ այնքան լավ բաներ է Հայաստանում, նոր օրենքներ, նոր մտածելակերպ, լիքը լավ բաներ, որտեղ նոր սերունդ է աճելու, ահա, հուլիսի 1 սկսվեց արդեն, երեխաներ, ծնող հարաբերություններն են, ձեր երեխեք են ուշադիր եղեք երկրականություն, հիմա ճաշից հետո առանձին ես և Լուսնային նորից կխոսամ, Արմանին էլ իր կողմից ինչ-որ բաներ կասի, որոշ բաներ կասի Հայաստանի համար և խրատատու բաներ, այսպես, հիմա ես մեկ կխմեք, այս հյութն էլ ասեմ, այս է Ռեհանը, մեր Ռեհանը շատ համով ամեն ծառամատուն է, ջուրը եռացրեք մի քիչ, ասեց մի կապ Ռեհան է մեջ է, բայց մգրատով եմ կտրտում, մգրատով որ կտրտում ես տերեներին կգույնը շատ ատալից է տենց և ես Ռեհանը և նանային է լավ կանաչ է բենում, որ լիմոն է կծում, կանաչ գույնը անցնում ես, լիմոն չեմ կծել, մի ճաշի գտալ բարբարիս եմ հետ է լծրել, հետ էլ է և համատալի մի քիչ թրթվայդություն, այսպես, բոլորիդ բարի ախորժակ, Մենք ճաշեցինք, վերջացրեցինք, հիմա եմ խոստացած Լուսնային նորը, այսուհետև կաշխատեմ հաճախակի ասել Լուսնային նորերից, որտեղ գիտեմ, որ շատերը սպասում եք դրա, 17 օրական է Լուսին այսօր, այդ եղջյուրումը երեկո այսօր այդ եղջյուրը, դա ծայրեղություններն է, դա կոշիկամոլներին է շատ վերաբերվում, որ սկսում են իրանց կոշիկներ առել, դուք նայեք Լուսնային նորեր, եթե Լուսին է գտնում այդ եղջյուրում, աշխատեք այդ օրը եթե գնում եք ձեզ ոտնաման առնելուն, գրական եմ խոսում, նայեք, որ անպայման գոնե մի համար մեծ լինի, ինչքան էլ ասեք հագնեմ, կքայլեմ, կմաշվի, կբացվի, չի լինելու, որտեղ մի քիչ ոտքերին սեղմում է, աշխատեք մի համար մեծ լինի, դե մեկա միջև մաշվել ինքը էլի ձեր ոտքը կցավեցնի, հիշեք Լուսին այդ եղջյուրում կոշիկ առնելու օր է, ուղղակի աշխատեք, որ մի քիչ մեծ լինի, հիմա շատերի ոտքերը ուռվում է, այդ հոդերի հետ կապված է նաև համարվում, այսպես, ու ծայրահեղություններ օրը, ծնող երեխա հարաբերության շրջանը, հատկապես մայր, որ համառություններ չանեք, արդեն Յուպիտերը մտա վերջապես այդքան սպասում ենք առյուծ, չնայած 28-ին է եղել, բայց ավելի շատ գալիս եմ հիմնավոր հուլիսի 1, երկար տևող է դա, ծնող երեխա հարաբերություն, երեխաներ մանկավարժություն, ուսանողություն, դասախոսություն, մտքեր գաղափարներ շատ արագ ընթանալու, արագ մտածելակերպ, այդ հիմիկվա ժամանակաշրջանի սերունդը, որը մեր իմ ժամանակները դեռ մի քիչ էլի երիտասարդ մենք չենք ընդունի, որովհետև նրանք արդեն ուրիշ շրջան են, ովքեր որ հիմա են գալիս և երեխաների ծնունդը հիմիկված ծնվող տաղանդավոր են լինելու, հրաշալի, արագ մտածելակերպով, արագ ուղեղ մտածելով, պարծառ մտածելով, որը մեզ համար մի քիչ խորհրդ է լինելու, մի քիչ ազատ պետք է թողնենք երեխաներին, ազատ թողնենք, դիտողություններ շատ չանենք, ուղղակի մեր պահվածքով լինենք օրինակ իրենց համար, ու շատ երեխեք, որ ծնողները շատ կպախարակեն, էլ տարիքը չի նայում, ինչքան կուզենան առանձնանալ, եթե պապի տատի առանձին են ապրում, կարող է գնան ընդեղ ապրեն, հորոխպոտ տուն, քեռու տուն, մի քիչ էլ որ փող աշխատես, կգնա բարձով կապրի, դրա համար աշխատեք մի քիչ ընկեր եղեք ձեր երեխեքի հետ, խորհրդանիշ այսօր սերն է, խաղողի ողկույզն է, լավ օր է, բարի օր է, ինքը զանգն է, կանանց էներգիա օր է, գինեք, որ կնոջ էներգիան շատ ուժեղ է, որտեղ ծննդաբերությունը կանայք են անում այդ երկնքի ցավերը, մարդուց մարդ է ծնվում, հին հունական Դիոնիսի աստծու պատվին կանանց ողկույզներով պարեր է եղել, կանայք ողկույզներով պարեր են ունեցել, սիրո արտահայտությունն է եղել,
սիրո հայտնության համար է, լավ օր է համարվում, բեղմնավորման օր է համարվում, իմիջիալոց արդեն սկսվեց այն մարդիկ, ովքեր երկար ժամանակ երեխա չեն ունեցել, հավանականություն շատ է ունենալու, ժամկետներ կան դեղ 3 տարի, 7 տարի, 9 և 12։ Լինում է, որ այդքան այդ ժամանակ ընթացքում երեխաներ չեն ունեցել ու հանկարծ լինում է, արի հանկարծով չասենք։ Բայց մի բան էլ մտածեք, որ կան զույգեր, որոնց տրված չի երեխա ունենալ, հարկավոր չի ողբերգություն սարքել, հարկավոր չի։ Ես շատ գիտեմ մարդիկ, ու այդ օրինակը միտեղ բերել է, որքան հիշում եմ, որ շատ է ուզում այդ աղջիկը երեխա ունենա, շատ է ուզում, խնդրում, անընդհատ խնդրում են տիրոջը, անընդհատ երեխա, ասված տալիս, ասում առ, դու ուզում էր, տվեցի, հետո այդ երեխան հիվանդ է լինում, հետո ինքը շատ է խնդրում, Տեր Աստված, էլի բժշկ ասի, դու ուզեցիր, այն տարբերություններն է երկար տարի երեխա չունենալու, հետո լինում է զույգերով, այդ զույգերը չի տալիս երեխա, բայց իրանք երբ իրարից հեռանում են, առանձին ամուսնություններ ընդեղ տալիս է, սա նորից էլի նշան է, որ իրանք պատրաստ չեն ամուսիններ համարվելու։ Լավ է երեխա ունենալ, այո, մայրը, կինը նրա համար է, որպեսզի ունենա երեխա, կինը հենց դրա համար է, դա սերունդն է, գործարանի արտադրությունն է, հումքը ամուսինն է։ Ու որպեսզի լավ երեխաներ լինեն, հենց այսօր էլ այդպես է տալիս, հաջողակ լինեն, առողջ լինեն, սիրո պտուղներ կան։ Ինչքան կարակ պետք է սիրով մերձենակ, սիրով, սիրելով, ոչ թե կրքով, սիրելով, որպեսզի այդ պտուղը, սերմը որ գցում ես, պետք է մաքուր ջրի մեջ լինի, մաքուր հողի մեջ լինի, որ ծելը լավ տա։ Ու ինքը ջրվում է, ինչով է ջրվում, մտքով։ Մարդու միտքն է այդ ջուրը, այդ էներգիան, որ ինքը այդ հողին իր միտքը տալիս է, եթե դու հղիացել ես ու անթար վատ բաներ ես մտածում, ամուսնուդ հանդեպ, կեսուրիդ հանդեպ, աշխարհի հանդեպ, վարչապետի հանդեպ, անեծքներ, մանեծքներ ես, ամ քո երեխան լավ չի ծնվի, հիվանդոտ կլինի, որտեղ այնտեղ հիմքը լավը չես տնում, ամեն ինչ իմաստ ունի այս աշխարհում, ամեն ինչը, ու հենց այս տարի էդ է։ Հենց այս տարի էդ է, որ մտքերը ճիշտ դրեք յուրաքանչյուր հարցի շուրջ։ Անկեղծության օր, լավ օր է համարվում, ասեցի բեղմնավորման համար, սիրո մերձեցման էներգիա է այսօր արտահայտվում, կենցաղային ուրախ օր է նաև, ինչ արվում է սիրելով պետք է արվի և ընտանիքի համար արվի։ Լավ օր է զուգընկերների հարաբերությունների փոխըմբռնման համար, Կորիզը այսօրվա օրվա սերն է, Վեներան էլ հիմա գտնվում է հարուցամաստեղությունում, Յուպիտեր հետ հավասար կգնա, ծնող երեխա ու բազմազավակություն։ Ինչքան բազմազավակ լինի մարդը, այնքան լավ, որտեղ մեր ազգը պետք է շատանա, որտեղ հիշեք, տաղանդավոր սերունդ է, մեր սպասվում ճիշտ ապրենք, որ 18 տարի հետո ճիշտ լինի մեր ամեն ինչը, որ 20 թվականը մենք էլ չտեսնենք։ Ու ոչ մեկին չմեղադրենք, ոչ մեկին մի մեղադրենք այդ 20 թվականի 18 տարեկանների վիճակը ինչ որ եղավ, որտեղ դա անցյալից եկած էր, այդ հարվածը կար, հիմա մի իրարից անջատվեք, հիմա իրար հետ է, սև ու սպիտակ մի եղեք սև ու սպիտակ, ճիշտ չի տա, Սիրահարվածության օր, բայց նաև ոչ գլուխ կորցնելու, հսկողություն ձեր կրքերին, մի խելագարվեք, խելագար քայլերի մի գնացեք, կնոջ էներգիան ուժեղը, անստող աշխատեք չխափնվեք, չգայթակվեք, որտեղ կանայք կարողանում են լավ գայթակղել տղամարդկանց, հիմա էլ հենց դա է, այդ զեղջուրը ծայրահեղությունն է տալու, հետո կընկնես թալակը տղա ջան, չես կարա տեղից դուրս գաս։ Լավ 17 օրականը լավ է ուրախ միջավայրում լինել, երգել, ասմունքել, օրը հարմոնիկ կանցնի, օրվա իրադարձությունները տարբեր կլինեն, հիմնականը բանալին դեպի իդեալական սիրո որևէ չկա, բայց տենց տրամադրվեք, որ ամեն ինչ իդեալական է լինելու ու բարձր մակարդակի վրա է, ցածրի դեպքում հարբեցողություն,
խաղամոլություն, իմիջալոցի խաղամոլները կշատանան, որը կտա ընտանիքների կործանում վերջնական ասա, վերջնական որոշում ատալի, այդ ընտանիքը, այդ պապային, այդ տղամարդունը տեղ կընդունի, այդ տղային կընդունի, թե ոչ, չնած կանանց մոտ էլ կա խաղամոլներ, հիմա շատ կլինի ու չեք հաղթելու, տանուլ կտակ շատ բաներ, և ընտանիքի կործանում, և ֆինանսների կործանում, խորհուրդ է տրվում սառը չոր գինի խմել, տաքացրած կագորը, դա նշան է զգացմունքների երկրպագության, լավ է ամուսնության պայմանագրեր կնքել, երկար է սիրո շնորհիվ, 17 օրական ծնվածները միշտ կարիք են զգում իրենց երկրորդ կեսին մեծ ցանկություն կյանքում։ Զուգընկերոջ հետ ապրելու ազնիվ սիրո էներգիայով, եթե անկեղծություն չկա, իմաստ չունի իրար հետ ապրել։ Ու եթե չկա անկեղծություն, ավել լավ չի մերձենալ։ Լավ չի մերձենալ, որտեղ պտուղը զույգերից մեկը միշտ զգում է, որ սա այդքան անկեղծ չի, որ սա դավաճանում է իրան։ Այսքան։ Հիմա տեսնենք, մի քիչ լուսնային օրը ասեցի, տեսնեմ այստեղ կառասկուպով ինչ շրջան է հիմա գնում, Վեներան մինչև ամսի 11-12-ը առույթ համաստեղությունում է, Յուպիտերն էլ է առյոց, հիմա հարազատներ այդ շփումները շատ կա և հիասթափություններ կա, շատ հարցերի որոշակիություն է մտնելու, ինչքան կարաք հիմա ձեզ ազնիվ ու ճիշտ պահեք, ազնիվ ու ճիշտ մի չարացեք, որևէտև օգոստոսը մենք խավարում ունենք, իսկ խավարումը մաքրում ամեն հին ու վատ բան, հինը վերջանում, նորը սկսվում, և Սատուրն էլ խոյում է, սա տալիս է ամեն մարդ իր իրավունքը պետք է պահպանի և ստրկական վիճակում չլինի, հիմնավորված լինես քո ոչ ստրկական վիճակը, ոչ մեկին էլ լավ չի ստրուկ լինելը, եթե մարդկանց մասին ասում է, երկրներին էլ ասում, որ մի երկրին մենք ստրուկ ենք եղել, պետք է դուրս գան, որպեսզի մեր ժողովուրդը վերջապես շնչի։ Հիմա մի քիչ տարերքները շատանում են, հրդեհներ, երեխաների հանդեպ մինչև 14 տարեկան են հասունացման տարիքն արդեն 12-14, 3 տարեկանից սկսած շատ ու շատ իրեղեք, շատ ու շատ իրեղեք, այստեղ հարցը ինչ է, դուրս չգաս չընկնես, տանը նստած էլ կարող է լինել, զբաղմունք թող երեխեքը գտնեն իրենց համար, այդ հեռախոսը զբաղմունք չէ, հեռախոս ուղեղը խառնում, կավե գործության թող գնեն, որտեղ կավը շատ է նյարդերը հանգստացնում ու մատները, աղջիկներն էլ թող գործել սովորեն, հելունագործ, ասեղնագործություն, ոնց որ առաջներում եղել է, իրենք ինձ համար աղջիկներ օժիտ են կարել, տղաներն էլ թող գործ անեն, փայտամշակումը այնքան լավ է ձերքի աշխատանքները, որտեղ հաջորդ տարի ինձ աշխատանքների տարի է համարվում մանրակրկիտ։ Պատերազմ չկա, Հայաստանում խաղաղ վիճակը, գնալով ավելի լավ է լինելու, հագին օրենքներ կփոխվի, որոնց շատերը չեն կարում համակերպեն, հերիք է իրար վատ բաներ ասեն, որտեղ որ անցյալի մեջը չի կարողանում առաջ գա, իր ընտանիքում էլ դա լինելու, պարզապես ինչ որ անցյալում եղել է եկեք ջնջենք վատը ու առաջ նայենք ու ամեն անգամ Տիրոջից շնորհակալ լինենք, որտեղ իրոք մեզ լուսավոր է, ամբողջ աշխարհը հիմա խառնված վիճակում է, որտեղ չկա պատերազմ, այնտեղ կա երկնային աղետներ, միայն Հայաստանում է, որ դա չի լինելու, ու շատերը հետ կգան, ու այստեղից, այնտեղ բաց թվել, որ գնամ այնտեղ էլ կասեմ, իմ էջում կգրեմ, հատկապես Ռուսաստանում գտնվող հայերը թող կան, ձեր կյանքը ավելի, ձեր երեխեքը ավելի կարևոր է, քան այդ 4 պատն ու զնգուզանգալան են, ինչ են ասում, եթե դուք ձեր կյանքը ավելի, այն առարկան ավելի է գնահատում, քան ընտանիքի կյանքը, դուք գիտեք, առարկային կարճում եք, մի կարճեք առարկային, որտեղ այստեղ Հայաստանում կգաք, եթե դուք աշխատասեր մարդիկ մի ասեք կամ ես լավ գիտեմ այստեղի գնացածներ, ինչի գնացին, երբ գնացին, ոնց գնացին, այդ ամենը վերջացավ,
հայ ժողովուրդը ստեղծող է, ինքը շինարար մշակ ժողովուրդ է։ Մեր գյուղատնտեսությունը ստեղ լավ կլինի, հողագործությունը լավ կլինի, ինչ մթերքեր են դուրս, եկեք տներ սարքեք, իջևանա տներ սարքեք, ամեն ինչ լավ է լինելու։ Բայց ձեր կյանքն է կարևոր ավելի, որտեղ սով կսպասվի։ Ու մահեր շատ կլինեն, ստեղ չէ դրսում։ Ստեղ էլ մի քիչ աչքներդ լավ բացառեք, ղեկավարությանը հանգիստ թողեք, իրանք իրար գզելու են, թող գզեն, որովհետև փողի կռիվ է գնում։ Փողի բոլորի մոտ էլ գնում է, ես չեմ կարող առանձնացնել, այս կուսակցությունը թե բոլորի մոտ։ Այո։ Բոլորի մոտ գնում է ֆինանսական խալմաղալները գնալու է։ Իսկ այդ ագահությունը, որտեղ առույցի ինքը թագավորն է, հիմա Յուպիտերը առույցում է, հենց առույցներին, ովքեր այն մարդիկ, ովքեր ապօրինի կերպ հարստացել են, ուրիշի ունեցվածքը վերցել են, հարկերից խուսափել են, հղբացել են, անառակացել են, երիտասարդ աղջիկներին խաբել են հանուն փողերը, դրանք էլ հիմար գնացել են, շատ-շատերին սննկացում է սպասվում։ Ես ուզում եմ, որ շատերը դիվատաթար լինեն։ Ոչ թե նրանք բանտերում փթեն, իրանք բանտերում չեն փթելու, իրանք պետք է մնան անտուն։ Այն մարդու ում ձեռքից ուրիշի տունն է, վերջի կացարանն է, վեր զենցիկը պետք է մնա անտուն ու դա լինելու է։ 26-27 թվական։ Դա կլինի, արդեն ինքը պատասխաններն է, որ այդքան ասում եք, բա ինչի խաբեց ոչ մի բան չարեց, որտև 7 տարին լրացել է։ 7 տարին լրացել է, արդեն Սատուրնը խոյում է, որը տալիս է անցյալի ամեն մարդու իրավունքի պաշտպանություն ու անցյալի պատասխաններ։ Ու այն մարդիկ, ովքեր վախից, չունենալուց, մեջք չունենալուց գլուխները կախել են ստրկական ապրելու, հիմա հենց դրանց գլուխները բարձրանալու է։ Ամեն ինչ կընկնի տեղը։ Մենակ մի քիչ միասնական եղեք, մի չարացեք, մի հաշվեք ով ինչ արեց, ով չարեց, դուք կողքից ականատես կլինեք, բնության գրկից օգտվեք։ Հիմա ես Արմանին մի քիչ հարցեր կտամ, բայց այստեղ մի բան ունեմ, այդ իմ հերթական թրուցիկն ասեմ։ Բուդդիստները խիստ, ես բուդդիզմն եմ շատ ուսումնասիրել, մի քիչ գլուխ կողեմ, ամեն ինչ եմ ուսումնասիրել։ Դրա համար մեկը, որ բերանը բացում, ինչ-որ մի բան խոսում, ասում եմ, ես ինչ սահմանափակ է, թող խոսի, ոչինչ։ Ով էլ որ չգիտի, ասում, ես ինչ մեծատառոտ մարդ է, չկա մեծատառոտ մարդ։ Ամեն մարդու անունը մեծատառով է։ Բայց մի առաստ, ես ինչ մարդը ով է մեծատառով մարդ, որ խաբում է, հա, որ իրան դրել է էքստրասեքսի տեղ, սուտ բաներ է խոսում։ Ես լսում եմ շատերը, ես չեմ էլ թաքցնում։ Հիմա ես կլինի, լսեցի անցավ անգամ մեկին, ասում է գյուղացին անարում է, չի աշխատում, ես գյուղացին է աշխատում։ Ինչ է որ գյուղացին տանջում, չարչարում ենք, կռացած ենք, կանայք, դրա համար շատեր մոտ կան արգանդի իջեցում ունեն, իսկ ամուսինը խաբար, հա։ Իրանք են աշխատող, բա որ գյուղացին չի աշխատում, ինչ ենք մենք ուտում։ Այդ որտեղից ենք մենք ուտում, այդ ինչ որ կա, այդ միսը, կաթմածունը, այդ ով է մեզ համար անում։ Ղեկավարները, հա։ Ղեկավարը գյուղացին մշակն է աշխատում։ Հենց մշակը, որ ամենքի սեղանը լիքն է, ես մենք հիմա որ ինչ որ կեսենք, այդ գյուղացու քրտնինքն է։ Երբեք այդպես բան չասեք, որ գյուղացին չի աշխատում։ Այնքան չարչարանք ինչ է որ գյուղացին անում, ոչ մի քաղաքացի չի անում, քաղաքացին ինչ անում, ամեն ինչ պատրաստ է իր համար։ Բուդդիստները խիստ արգելում են ոգելիչ խմիչք։ Կարմայի անցյալի սխալները հետ են գալիս, եթե ալկոհոլով ես դու տառապում, կարող եմ ասել, դու անցյալի կարման սխալների հետ կբերես ու քո քթից կգան, հիմա էլ Հայաստանում կարմիչսկի շրջանն է։ Սա վաղուց է սկսվել 20 թվականից է ու հիմա ավելի շատ է դա լինելու, ավելի շատ, որ հուլիսի վերջից լուսնային հանգույցը հենց կփոխվի, կմտնի ջրհոս, որ ամբողջ անցյալը երկար տարի, 7 տարի, 18 տարի ինքը տևելու է։ Դրա համար գիտելիք է հարկավոր, գիտելիք, ձեր գլուխը սուտի փուտի մի գնացեք, Աստված ամեն ինչ կանի, Աստված ամեն ինչ արել է արդեն, մենք պետք է անենք։ Հարբեցողությունը
եւ խաղամոլություն։ Ալկոհոլի չարաշահումը բերում է էներգետիկայի կորստի, ու տենց մարդիկ կյանքում ավելի խոցելի են դառնում։ Այո։ Դրա համար արգելվում է, որտեղ էներգիատ գնում է, դու դառնում ես թույլ, ավելի խոցելի ես դառնում հակառակորդի համար։ Քեզ հեշտ է խոցելը։ Եվ ալկոհոլը, եւ թմրամոլությունը, եւ Այո, խաղամոլությունը։ այո։ Հիմա ավելի կշատանում։ Այդտենց մարդիկ հենց չարի կողմից շուտ են բռնվում միանգամից։ Ու դրա համար խոցվում են իրանք, որտեղ իրանք էներգետիկան թույլ է, ուղեղը մթագնած է։ Ինչ լավ է, որ ասացիր, հաստատեցիր իմ Դա ասածը։ ճիշտ է, այդպես բան կա։ Անկամ մոգության մեջ մի քիչ շեղվում եմ, եթե մարդ զբաղվում է մոգությամբ, ինքը չի կարելի որ խմի, եթե դու խմեցիր, քո ուժը չի հերիքի, որ դու ինչ-որ գործ դարձնես իրականություն, որտեղ էներգիան գնում է։ Քո էներգետիկ կանալները բացվում է, ու սկսում է ջրի պես հոսել։ Դառնում ես տկար, շուտ ես հիվանդություններ ձեռք բերում, շուտ ես ընկնում ուրիշի ազդեցության տակ, հեշտ է լիքը բաներ համոզելը, զոմբիացնելը, ղեկավարելը, կառավարելը։ Որ մի ընտանիքում հարբեցող մարդ կա, այդտեղ կա մոգություն։ Այո, ես համաձայն եմ։ Այդպես բան պետք է իրականություն է։ Ես դա շատ կրկնել եմ, հիմա այստեղից ասեմ 4 բանը։ Ամենառաջինը դա քաղցկեղն է, Ահա, թմրամոլություն, այո, խաղամոլություն, հարբեցողություն։ ահա, Այս 4-ից մեկն էլ լինի, արդեն մոգություն կա։ Մոգությունը Կա, կա։ բայց ընտանիք որ 4-ն էլ լինում է։ ահա։ Դե հիմա դու բացատրի։ Նախ վերջացնեմ, Հա, կներես ասեք, ոչինչ, Արման ասեք, ջան։ ասեք։ Այս մի բառ ուղղակի է, որ խմել հարկավոր չի, որտեղ բուդդիզմն ավելի հին է համարվում։ Այդտեղ էլ է ճիշտ, սա ճիշտ է գրված։ Ամեն ինչը ճիշտ է, ամեն ինչը։ Անցյալի սխալների հետ է դա կապված, գալիս է ուղեղը մթագնում է եւ բոլոր որոշումները սխալ են ընթանում։ Հարբեցող վիճակով, հարբած վիճակով դու ոչ մի որոշում չես կարող իրականացնել։ Թեկուզ այսօր դու չես խմում, երեք ես խմում։ Արդեն այնտեղ կա քո ուղեղը, արդեն ուղեղի այն ցալքերի մեջ այդ կեղտը լցված է։ Այո, Որտեղ սպիրտը դա սատանայությունն է արդեն։ նստված կա տալիս։ Հետո թակավորները սպիրտ չեն խմել։ Որ իրանք չկարողան Սուրճ ղեկավարեն, ու եթե մի մարդը շատ է օգտագործում ալկոհոլ, իր վրա մոգությամբ ներազդել ամենահեշտ գործերից մեկն է, որտեղ քո էներգետիկան թույլ է, դու բաց ես։ Շատ ծանր պատասխան են ստանում հարբեցողներ ու իրանց երեխեքի վրա է անդրադառնում նաև։ Այստեղ ուղղակի ուրիշ հրեշտակ պարսկերեն նշանակում է լուր բերող, զվարթնոցնել հայերեն է, էլի նորից հրեշտակներին է, հանգիստ մարդուն է չարը հարվածը հունից հանելու համար է։ Հանգիստ մարդուն է չարը հարվածը հունից հանելու համար է։ Հիմա Արմանը կշարունակի, իրոք այստեղ մի փոքրիկ խալի համարել եմ ասել, խալերը պաշտպանության համար է, խալերը կապն է արյան եւ անտեսանելի ուժերի հետ, հոգիների հետ, այսինքն աչքի մոտ է հոգին է նայում, հսկում, որը ճիշտ տեսնես, վերանի մոտը դա խոսքն է, ինչպես ես խոսում, ճակատի խալը գիտելիքն է, բայց եւ աշխատի նաև սովորել, ինչքան էլ ասես ես ամենայն անեմ, հիմա հենց լուսնային հանգույց ամսի վերջին հուլիսի կլինի ջրհոսում, արդեն գիտելիքը շատանում, արագ մտածելակերպ եւ մի բան ես զգուշացնեմ, որտեղ ամեն անգամ եմ սա ասելու, հիմա արդեն ժամանակն է մոտեցել, ոչ մի լրատվականի, ոչ կարդացեք, ոչ հավատացեք, լինի Հայաստանի, թե Ռուսաստանի, թե չգիտեմ որտեղ համատարած հիմա դեզինֆորմացիա է գնալու, համատարած ու մարդկանց ուղեղ ավելի կմթագնի եւ վախերի մեջ կապրեն, ու սրտին է խփելու այդ վախը։ Ճակատի խալը ասեցի գիտելիքն է, վզի վրա հին վիրավորանքներն են, նախնիների կրծքի վրա սիրո նշան է, փորի վրա դա կյանքի շարունակությունն է, մեջքի զոհվածների նշանը, ձեռքի աշխատանքի մոգական են, բժշկել կարող են, այսինքն եթե ձեռքի վրա խալեր կա, դրանք մոգական են, որ այդ մարդկանց միշտ տված է հնար բժշկելու, այդ էքստրասենսի հարմարավետություն, ափի մեջ իմ ինչալուց մատների վրա խալերը շարժվում են, իրան կարա այս կոմ գնան, այն կոմ գնան, կարա նաև վերանա, որտեղ ափի մեջ չի, այտենց բնածին չի, ինքը գալիս է,
ֆալանգներ կա ամեն մատերի վրա, տարբեր տեղեր, տարբեր բան է նշանակում, դա հետո առանձին կասենք, նոր խալերը զգուշացնում է, եթե քեզ ճիշտ չես պահում, վնասվում են, ձեռքը դրեք և շնորհակալ եղեք, որ ձեզ պահում են, եթե տեղափերի մեջ ինչ-որ տեղ խալա դուրս գալու, ձեռքը դրեք, որտեղ դրանք պաշտպանիչ են համարվում, ու այդքան էլ չի թույլատրվում խալերը հեռացնել, եթե խալեր կա, որ դու հեռացնում ես, հարկավոր չի, որտեղ օրգանիզմի մեջ հիվանդ տեղեր կա, որևիցե օրգան, ու ամբողջը վերցնում է իր վրա, եթե դու խալը հեռացրեցիր, այդ կտարածվի։ Եթե պետք է ինքը իրան կընկնի, այսքան է։ Հիմա Արմանին ես կուզեի Նայմանը մի հատ այդ խմիչքի համար, որտեղ կիսատ մնաց, դա որ մարդիկ ինչքան խմեն կամ խաղամոլությամբ զբաղվեն, իրանց ընտանիքներում դա լավ հետևանքների չի բերի, այդ բոլորս էլ գիտենք։ Դու էլ կասես որևիցե բան։ Ահա։ Դե տեսեք, խմիչքը ինքը համարվում է կախվածություն, չէ՞։ Դուք ճիշտ ասեցիք, եթե մի ընտանիքի մեջ կա խմող մարդ, ու ինքը ամեն օր է խմում, առավոտ բացվեց ինքը պիտի խմի, թեկուզ մի բաժակ։ Այդ ընտանիքում արդեն կարված մոգական աշխատանք։ Եթե անմիջապես իրանց վրա չի արվի, ուրեմն եղել է նախնիների վրա ու տենց սերնդեսերունդ այդ թելը ձգվում է մինչև 7 պորտ։ Ես թեքի որ մարդիկ քեզ տեսնեն։ Լավ, ոչինչ, դուք երևի պետք է նորմալ է իմ ձեն իրանք լսում են։ Ես ուզում եմ քեզ էլ տեսնել, իրանք ուզում են քեզ տեսնել։ Ահա, եթե մարդու վրա նամանավան տղամարդկանց վրա արվում է սիրային պրիվարոտ, դա կոչվում է սիրային աշխատանք, երբ որ փորձում են օրինակ ինչ-որ մեկին մոգության բերեն կպցնեն ինչ-որ ուրիշ կնոջ։ Այդ տղամարդը վաղ թե ուշ կամ տարապում է լուրջ հիվանդությամբ կարող լինի քաղցկեղ, կամ ընկնում է խաղամոլության ձեռքը, կամ իրան տալիս է խմիչքի։ Եթե այդ մոգական աշխատանքը չի մաքրվում, այդ այն սերնդեսերունդ կարող տեղափոխվի ու հիմնականում կարող հարվածի տղամարդկանց, ոչ թե կանանց, քանի որ արվել է ցեղի տղամարդու վրա անմիջապես։ Այդպես գործերն արվում է դևերի, լյարվերի օգնությամբ, այդ կախվածությունը խմիչքի հանդեպ տալիս են դևերը ու տալիս են լյարվերը, տղամարդը խմում է, իրանք այդ թույլ էներգետիկով սկսում են սնվել, ու տենց ապրում են մինչև իրենց կյանքի վերջը։ Իրանց համար այդ տղամարդը համարվում է ուղղակի սնունդ, աղբյուր, ապրելու աղբյուր։ Ու հիմնականում այդպես տղամարդիկ լինում են շատ տկար ու նիհար, այդ նշանակում է այդ լյարվերը ահավոր շատ են քաշե էներգետիկան։ Եթե սկսում է տղամարդը չափից շատ նիհարել, այդ նշանակում որ արդեն եկել է իր մահանալու ժամանակ։ Այնքան են քաշել կյանքի էներգետիկան, որ էլ ոչի բան չի մնացել։ Էլ այդ տղամարդու մեջ սնունդ չկա, որ իրանք սնվեն, արդեն վсё, իրան մահանալու ժամանակն է եկել, եթե գիրը չի մաքրվում։ Իսկ ով մեթոդ այդ խմիչքից մաքրելու, հետ կանգնելու, չանելու, այդ արդեն մոլուց կան, որ ինչպես խաղամոլությունն է, այդ նարկոտիկը չեն կարողանում։ Եթե մինչև 3 տարի է տղամարդը այդ վիճակում, ես կարամ օգնեմ։ Եթե 3 տարի անց է, դա արդեն գիտեք շատ երկար աշխատելու տեղ կա։ Դա շատ երկար է, հիմնականում տենց երկար ու բարդ գործեր աշխատում են, ես չվերցնեմ։ Իրանց տղամարդկանց կարան կտրեն ծիծաղալու է հնչում, բայց դա օգնող տարբերակ է։ Նապաստակի լեղին կարան կաթիլ խմիչքի մեջ ամեն օր խմացնեն, օրը մի անգամ, շատ փոքր կաթիլ, շատ պետք չի լցնել, ու մեկ էլ օգնում է խոզի մեզը։ Դրանք աշխատող, օգնող տարբերակներ, դրանք փորձված է ու միշտ տղա խոզի մեզը։ Դրանք օգնող տարբերակներ։ Լավ, այս մարդիկ կան, որ կարող է դրանք չընդունեն, չկարողանան գտնեն, այդ ինչ որ ասում ենք չանեն վախենալով, շատերն էլ ասել կաղոթեմ կանցնի։ Մենակ աղոթքով չի անցնի, չէ։ Եթե արվել է մոգական աշխատանք, զուտ մենակ աղոթքով ոչ մի բան չես կարող շտկես, պետք է գործողություն արվի։ Իսկ քահանանք կարողանա օգնել։ Հա, եթե լուրջ քահանա է, իրական մասնագետ է, նորմալ քահանա է, գումարի հետևից վազող քահանա չի, ինքը կարող օգնի, կարող իր հզոր աղոթքով ամեն ինչ շտկի, բայց դա մի փուլով չի, պետք է օրինակ մի քանի անգամ տանեն քահանայի մոտ, ինքը պետք է սեանս անցկացնի մի քանի անգամ, հատուկ աղոթքներ կա։ Բայց քահանայի մոտ էլ էքստրասեքսի այդ հատկությունը կա, իրանց մեջ տենց է։ Կա, բնավ որտեղ իրանք շարժվում են քրիստոնեական կանոններով, ամբողջ կյանքը անցկացնում են աղոթքների մեջ, իրանց վիբրացիան մաքուր է ու շատ բարձր է, դրա համար իրանց մեջ կա էքստրասենսոր հատկությունը։ Իրական քահանա կարա ձեռքը դնի մարդու վրա բժշկի, որովհետև դա Աստված թույլատրել է ու Աստծո կողմից դա տրված է։ Բայց ո՞նց իմանաս ով է իրական քահանա։ Դեստեղ կարելի է իմանալ։ մի քիչ բարդ է։ Բարդ է։ Քահանա այդ մի քիչ խոսես, գրագետ մարդը վրաց կհասկանա, դիմացին ով է։ Հիմա ես հարց եմ ուզում տամ,
Այս նորմալ հարց է ու ինձ հուզող հարց է ու շատերին հուզող։ Ճիշտ է, որ քահանաները քաղաքականության մեջ մտան ու շատերին եկեղեցուց հեռացրեցին։ Ոչ։ Քահանան իրավունք չունի, անգամ ամենակոպիտ եմ ասում, սրբապիղծ մարդուն եկեղեցուց հեռացնի, որովհետև դա իրանց իրավունքների մեջ չի մտնում։ Եկեղեցին համարվում է Աստծո տունը եւ բոլորը մուտք ունեն գործելու եկեղեցի։ Դա շատ սխալ է։ Հունաստանում իմ մտերիմներից մեկը կար, նա ամեն տեղ ունեմ աշխարհի Հետո գիտեք ինչ կա, կներեք կտրում եմ խոսքը, մարդ կարը եկեղեցի չգնա, բայց լինի ահավոր հավատքով մարդ։ Եկեղեցի գնալ այդքան մեծ դեր չի խաղում։ Մարդ գնում է եկեղեցի ձևական մոմավառում, դա ոչ մի բան, կամ մի երկու անգամ մասնակցում է պատարագին, իրեն համարում է հավատացել քրիստոնյա, այդ էլ դեր չի խաղում։ Հունաստանի եկեղեցիներից իմ մտերիմներից կա, որ պատմում էր, ինքն դեղ ապրում, այդ կինը, ասեց այդտեղ այդ եկեղեցում գալիս էին երիտասարդներ, որոնք այդ լողազգեստերը, շորցիկներով էին գալի, դե առողջարանային քաղաք ասենց ասել, ծովափնյան, ու շատեր ընտեղ կան, դե ամեն եկեղեցու լինի ռուսական, հայկական, թե որտեղի, միշտ ընտեղ լինում են ինչ-որ մարդիկ, որ հավատացյալների վրա խոսում են։ Եկեղեցի մտնողների վրա միշտ դիտողություն են անում, միշտ։ Դրանք ֆանատներն են, մոլագարները, որոնք վտանգավոր են, որտեղ մի վրա են խոսում։ Ինչի սենց հաղորդումներ եմ տալու, լավ եմ անում։ Դե մեծամասամբ հենց հաղորդումի տակ վատ գրող կոմենտարներն իրանք են գրում։ Ֆանատիկ հավատացյալ։ Իրանք են գրում, լավ եմ անում, էլ եմ լավ անելու։ Մի նայեք, որտեղ վախենալու եմ, ես չնայեք անկարծ, ոյ։ Հիմա մի քանի հոգի խոսում են այդ երիտասարդների վրա, քահանան հենց իրենց դիտողություն արեց, որ դուք իրավունք չունեք եկեղեցի մտնողի ինչպիսին էլ ինքը ներս կմտնի, եկեղեցի ա մտել արդեն, ոտքա դերը, իրավունք չունեք խոսելու։ Լավ, համարենք ինչ որ կարճ շորտիկով աղջիկ ուզում է մտնի եկեղեցի, ինքը չի պլանավորել, որ պետքա գնա եկեղեցի, կողքով անցնում է, սիրտը քաշնում է, որ մի հատ մտնի աղոթք անի։ Հիմա ինչ։ Ինչա թե ինքը կարճ շորտիկ ակը չպետք է։ Իսկ ինչքանով իմանա այդ մոլագարը, որ տերը քեզ ավելի շատ է լսում, քան աղջկա, հա? Կարող է նանից, կարող է մայրը հիվանդ է, կարող է սիրած ընկերին ինչ-որ հարց է, նա ուզում է մտնի խնդրի տիրոջ հետ խոսի, ինչեք դուք խոսում դիտողություն, դուք եք ճիշտը, հա? Դուք ով եք, որ կարաք եկեղեցում նստած մարդուն կամ ներս մտնողին դիտողություն անել, կամ եթե դուք այդքան Աստծուց վախենում եք, որ հա զազրել է այս մեր առածները, ինչեք այս հաղորդումները նայում, դուք պետք է բլոկ անեք այդ նման կարգի հաղորդումները, ընդհանրապես մի նայեք, չի կարելի հանկարծ ասված ձեզ կպարտաժի, վայ, չի կարելի չնայեք, ընդհանրապես Facebook մի մտեք, որտեղ այնտեղ այնքան անառակ բաներ կա, դուք շատ բարոյական, դուք մաքուր եք շատ, ձեզ չի կարելի։ Հենց այդ նույն հավատացյալ կանայք, որ միշտ մասնակցում են պատարագների, դες ժամանակին շատ էի գնում պատարագների, իմ այդքան չեմ գնում։ Երբ որ գնում էի պատարագների, հա, հզիկ տղամարդիկ էլ կան։ Ես գնում էի այնտեղ նստում էի, հələ պատարագը մինչև սկսել այդ կանայք նստած, ամենքից բամբասում էին, սրանից, նրանից, ինչ ասես չէին ասում։ Իրանք եկել են Աստծո տունը բամբասում են։ Դրանից հետո էլ չգնացի ես եկեղեցի։ Դրանք հիասթափվեցի։ Հա տենց կրանում էին, գնում էին քահանայի գիրկն են թռնում, այն խաչն են պատճում, հաղորդությունը, որ ամենամեծ սուր բանը, նրանք հաղորդը, ես շատ հետևում եմ, բոլորին հետևում եմ, հաղորդությունը ստանալու, հնենց մի հատ նամրո դեմքով են հեռանում, ոնց որ բոլորին կառատնարան տանեն, մի հատ ուրախացի ժպտա Հիսուսի մարմինը, Կինինի մարմինի անգամեցեք, հասնի մարմինի այն կերեք, բայց դուք նամրոտ եք, մի բան հանկարծ ասեք, վայ, այդ հավատք չի։ Այդպես, մի քիչ խիստ խոսեցինք, բայց տեղին խոսեցինք, որտեղ սա ցավոտ հարց է, հուզող հարց է, անհանգստացնող հարց է։ Մնացեք ձեր հավատքների մեջ, Տերը Աստված մեկ է, արևը մեկ է, լուսինը մեկ է, ամենքս երկինքի տակ մի հոգ ենք, մենք մենակ ենք այս աշխարհ, ոչ մեկ մեր ձեռքից չի բռնել։ Տիրոջ լույսով եկել ենք այս աշխարհ, բարի եղեք, այսօր սիրո օր է, ինչքան կարող եք իրար սիրեք, սեր տվեք, այն ուտելիքներ սիրով արեք, ամեն ինչ լույսը բացում Աստծո, շնորհակալ եղեք, որ այդ երկինքը տեսնում եք, Աստված բոլորիս հետ։ Լավ մնացեք։